Ֆրատերը թերևս կհիշեն, որ Արամեի և Աննա Թովմասյանի հարսանիքը պետք է տեղի ունենար դեռ 2013 թվականի օգոստոսի 30-ին, սակայն նշանակված օրից օրեր առաջ վաղաժամ կյանքից հեռացավ Արամեի հայրը։ Հարսանիք չեղավ, փոխարենը աստղային նյութը որոշեց օրինականացնել հարաբերությունները առանց հարսանյաց խրախճանքի։ 3 տարի համատեղ ամուսնության կյանքից հետո Արամեն և Աննան որոշեցին ստանալ Աստծո օրհնությունը։ Քանի որ հարսանիքին պատրաստվել ենք իրար հետ ու շատ անգամ Արամեն ասում էր ինձ մի խառնեք, մի բան հետաքրքիր լինի։ Արամեն չէր ուզում ինչ-որ մեծ հանդիսություն լիներ, դրա համար սահմանափակ քանակի հյուրեր էր կանչել։ Իրանք պետք է գնային եկեղեցի եւ եկեղեցուց հետո պրոստը ինչ-որ մի թեթևակի բանկետ։ Եկեղեցին մինիմալ մի ձևավորում էր, սամոսավանքում էր։ Ոչ յուրահատուկ ձևավորում էր Արամեի հարսանյաց ձևավորումը։ Այդ իզյումին կան, որ միշտ ինչ-որ իդեան կամ ստիլը որոշում ենք հարսանիքը, այս անգամ մտածել ենք, որ դա պետք է լինի լիմոնը։ Քանի որ օրինակ աղջիկի զգեստերի մեջ Դոլչե Գաբանան օգտագործել էր լիմոններ։ Նորաբաց դահլիճ էր մի ռեստորանի, որը շատ համահունչ էր այդ գույների հետ, այնտեղ կային տենց ապակի վիտրաժներ։ Ափսեների վրա ես ու Սոնյան մեր կողմից որպես sense կոմպլիմենտ դրեցինք դեղին գույնի մարմելադներ։ Սեղանների ցենտրպիսները գեղեցիկ սպիտակ լամպաներ էր, որի մեջից դուրս էր գալիս պլյուշ եւ լիմոններ։ Իրանց պրեզիդիումը, որտեղ նստում են Հարսը եւ Փեսան, բավականին մեծ կոնստրուկցիա էր, որը ամբողջովին ծաղիկներից է պատրաստված ու լիքը լիմոններ էր էլի օգտագործված։ Ես հիշում եմ, երբ որ իրանք մտան դահլիճ, իր համար անսպասելի էր այդ դահլիճը այդպիսի զարդարված տեսքով։ Надо было моему жениху взглянуть, он бы умер на месте. Большинству женихов это неинтересно. Они в детали и не вникают. Շատ սիրուն հարսանեկան տորտ էր Արամեի տորտը։ Տորտը պատրաստեց իրանց էլի մոտիկ ընկերուին Լիկան, մտածել է, որ պետքա լիմոններով ձևավորենք։ Տենց ինչ-որ ճյուղեր էին եւ ծիտիկներ, իդեպ իսկական կանարեկաներ, ոչ թե խաղալիք, որոնց հետո բաց թողեցինք։ Ֆոտոզոնան մի հատ ասենց սպիտակ ծառ էր, որը ասենց տեղտեղ էլի լիմոններով, կողքը փոքր ասենց կրեսլը, որտեղ նստում էին եւ նկարվում էին։ Շատ յուրահատուկ հարսանյաց զգեստեր կրել, տենց ոչ ստանդարտ։ Եկեղեցում ուրիշ զգեստով էր, հետո դահլիճում ընթացքում փոխեց երկրորդ զգեստը հագավ։ Երկու զգեստները, ինչքան ես գիտեմ, Արամեի մաման էր կարել։ Իհարկե Արամեի բազմամյա ուղակի գործընկերը Սյոման Կոդաբաշյան մեծ օգնություն ցուցաբերեց մեզ բոլորիս այդ հարսանիքի կազմակերպչական գործերում։ Մի կերպ համոզեցինք Արամեին, որ Արամեն մուտք անի իր տիկնոջ հետ երգելով։ Ու իրանք մտան դուետով։ Շատ ուրախ հարսանիք էր, շատ անմիջական ու շատ մարդամոտ։ Բոլոր երգիչները, ով հյուրերի ցանկի մեջ էին, ինչ-որ մի նվեր արեցին երգի ձևով։ Իսկապես նրա հյուրերը այն արտիստներն էին, որոնք իսկապես եկել էին հյուր եւ չէին կատարում իրենց պարտքը, ոչ ոք չկար ով երգեց եւ թողեց գնաց։ Օրինակ Քավորջան Արի երգը երգեց Սիլվայ Պապան, բայց այդ ամեն ինչը իմպրովիզ էր, մենք անում էինք ընթացքում։ Սոման դեղին պիջակով էր հարսանիքի ձևավորման հետ համահունչ հագել էր դեղին պիջակ եւ ես հիշում եմ, որ Սյոմային անընդհատ գցում էին օդ վերջում բոլորը։